Բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելիներս։ Գիտեմ սպասում եք, գիտեմ շատ եք հարցրել Հովուլից, ոնց տեղեկացրեցի ձեզ փոքրիկ շորտ տարբերակով, որ Հովուլի ձեռքերը շատ վատ վիճակում է, անչափ շնորհակալ եմ այդքան ջերմ առողջություն մաղթելու համար, հարցնելու, հետաքրքրվելու համար բոլորիցս սիրելիներս, ովքեր որ ամեն օր զանգել, հետաքրքրվել են, ովքեր որ YouTube-ով են հետաքրքրվել, բոլորիդ շատ սիրում եմ, շատ շնորհակալ եմ, որ մեր կողքին եք ինչպես միշտ, բոլորդ։ Մենք Հովուլին տանում ենք Պարտեզ, Պարտեզ եմ ասում, ներողություն, տանում ենք Երևան իր հիվանդանոցը, Հովուլի մոտ պարզվեց ալերգիա է, վիրուս չէր, ինձ թվաց կարող է երեխայի մոտ վիրուսն է կրկնվում անցած անգամվա, բայց ոչ սիրելիներս Հովուլի մոտ ալերգիա է, հիմա ես ձեռքերն ցույց կտամ, թե ինչքան վատ վիճակում է Հովուլի ձեռքերը, շատ ահավոր վիճակում է երեխայիս ձեռքերը, այստեղ մենք տանում ենք, իրեն բոլոր հետազոտություններն անցնում ենք, ալերգիան առաջացել է կեղտից, սնունդից, փոշուց, մատերը կարաբերանը տանելուց, ցանկացած բանից ինքը տվել ու միանգամից երեխայի ձեռքերին դուրս է տվել, նայեք մի հատ ինչ աբսուրդ վիճակ է Հովի ձեռքերը, որ չեք պատկերացնի, սա առաջի օրն էր, ինքը որ քնեց ելավ Պարտեզից եկավ, մենք ամսի 14-ից այս վիճակի մեջ ենք ու գնալով ավելի շատացավ ինքը, վախենալու էր, նույնիսկ երեխայի ձեռքերը պատկերացնում եք, մեր մատերին մի փոքրիկ բան է լինում, ոնց է ցավում, մենք բան չենք կարում անենք, հələ դուք տեսեք Հովուլի ձեռքերի վիճակը, աբսուրդ վիճակ, ամեն օր լացելով մշակել եմ երեխայի վերքերը, դեղեր է խմել, անտիբիոտիկ է խմել եւ քսուկներ ենք անում մինչեւ հիմա էլ սիրելիներս, ես չէի նկարում, ուղղակի ուզեցի մի փոքրիկ վլոգ թողնեմ, մի երկու օրվա ոնց որ վլոգ է իրար այսպես կպցրեցի պուճուրիկ ու թողեցի, որովհետև ես չէի նկարում, սրանք էլ այս վերջի երկու օրը նկարեցի, ասեցի տեղադրեմ, խոսեմ այս մասին, գիտեմ անհանգստանում եք, հարցրել եք, ուզել եք ցույց տամ, նայեք դե ինչ վիճակ է, Անահիտ ջան, որ խնդրել էիր ցույց տամ, ցույց եմ տալիս, հիմա արդեն այստեղ չեք պատկերացնի ինչ վերքեր նստեց ու ոնց էր ինքը տրաքում արուն գալիս ու ճակճկում էր դրանք մատերի արանքից ու վերքեր նստում, հիմա էլ այսպես պլոկվում հելնում է, վայ ինձ դաժան բաներ, այս երախուս ձեռքերը, հիմա գնում ենք դեպի լավացմանը, որ սենց չգիտեմ ինչ վիճակերի մոտ ու երախու մոտ, հլը դեռ չի լավացել լրիվ, բայց որ մենք լացելով ենք անցկացրել գիշերներն ու ցերեկը, այդ հաստատ է, սիրելիներս զգույշ եղեք, գիտեմ պուճուր են երեխաները, կարան իրանց մատիկները տանեն իրանց բերանը, ցանկացած բանից կարա լինի առողջություն բոլորիս բալիկներին։ Բարի լույս սիրելիներս, գնումներ են կատարել, եկել ենք, ցույց տամ, կարտոֆիլ ենք վերցրել, մի հատ սենց բան են վերցրել, կրիշկա, մի տուփ, սենց Հովլը գցեց, չգիտեմ վնասվեց թե չէ, երևի թե կարող է, որովհետև կծռվեն իրանք ու չեն փակվի, մի խոսքով ինչ որ այա, այս էր, այսպես բադրջան են վերցրել, սմբուկ, պղպեղ, երկու հատ հրազդան հաց, տաք հրազդան, սրանցից եմ նորից գնել, արդեն երևի մի քանի անգամ ենք գնում, երևի չէ, որ առևտուր անում ենք, չեմ նկարում ես, արդեն շատ ենք վերցնում, էլի ենք գնել շատ, իրանք են մի անգամը, որ արեցին, փորձեցին, շատ սիրեցինք, բոլորս սիրեցինք, շատ լավն է, թեթև, հավես ու թվում է, համարյա ամեն օր վերցնում ենք, ես ուղղակի ամեն օր գնումներ չեմ նկարում, այսօր էլ չէի ուզում նկարել, բայց ասեցի նկարեմ, կտեղադրեմ, եթե չէ ջնջում եմ հետո, այսպես, մեր մշտական ձեթը, մածուն, թթվասեր 3 եմ վերցրել, 3 գնումներ էինք մեծ կատարել, չեմ նկարել, այսպիսի ժելեներ եմ վերցրել,
Տեղից վերցրեցի ու մոշ ունեմ, մոշի հետ ժելե կպատրաստեմ, ձմերուկ եմիշ եմ 3 գնել, կարող է դրանցից է խառնեմ, մի խոսքով հիմա ուրիշ գնումներ ցույց տանք, տնտեսական խանութ մտա, սա արդեն առանձին աղբի տոկտակները շատ հավանեցի, այսօր էլի 2 հատ իրանք լավ մեծ են, իմ դույլի մեջ լավ գնում է, ես չեմ սիրում փոքրերը, դրանցից վերցրեցի, այսպիսի քաշովի անձեռոցիկ վերցրեցի, նորից այս կտորներից վերցրեցի, շատ հավանեցի, իրանց օգտագործեցի, 2 հատ նորից էլի գնել եմ, շատ են իրանք պետք գալիս, անընդհատ ձեռքի տակ, իրան կարող եմ սեղանի շոր որպես, կարող եմ փոշու, շատ լավ է մաքրում միանգամից, Լևանում ձիգ քամում ես, էլ չորացնելու հետևից կարիք չկա, սա այսպես, ու մեկ էլ այս եմ վերցրել, սա բանը, կանդիցիաներ է, բանի, հագուստի համար, շատ անուշ հոտ է, մի հատ էլ սրանից եմ վերցրել, ես 3 թե առաջ օր էլի գնումներ էի կատարել տնտեսականից, իրա հեղուկնել եմ նորից վերցրել, ընդեղ ահագին բաներ կար, որ էլի տնտեսականից գնել եմ, բայց չեմ նկարել, մի խոսքով այսօր գնեցի այս մի 2 անհրաժեշտ բանը, այսպիսի կոնֆետներ էի վերցրել, խառը, համերի տարբեր, այստեղ վերցրել եմ այս կոֆեն, Արարատի սուրճն է, այն օրը որ գնում էի կատարել, բան էի վերցրել, ժոկե էի վերցրել, ժոկեը մի քիչ թույլ է ինքը բանով, իր բանը, որոշեցի այսօր էլ Արարատը վերցնեմ, չնայած որ համ ժոկեից ունեմ, համ նենց սովորական աղացածից ունեմ, սա էլ այսպես, սրանից էլի եմ գնել, ինքն էլ է մի քիչ թույլոտ ոնց որ, վերցրել եմ իմ մշտական յուղից, սրանից եմ միշտ վերցնում, շատ լավն է, ես հավանում եմ այս յուղը, կարակ գնել էի, ոնց որ ասեցի գնումներ կատարում ենք ամեն օր, սիրելիներս մենք ամեն օր սոկերը դրել եմ սառնարան, ամեն օր, եթե ոչ ամեն օր, օրը մեջ գնումներ ենք կատարում, դրա համար ես այդեն շատ մեծ գնումներ չեմ անում, որովհետև կարիքը չեմ գտնում, որ ես բերեմ, օրինակ վարունգ պամիդոր 3 գնել եմ բանջարենից ամեն ինչ կանաչիներ, ուղղակի չնկարեցի, ինչ ասածս, գնում ենք մենք ամեն օր դուրս ենք գալիս, բերում ենք մեր օրվա գնումը, մեզ ինչ անհրաժեշտ է, ինչ այդ պահին ուզում ենք, մենք գնում ենք, այսպես դրա համար որ այսպես նկարեմ մեծ գնումներ ու մի ամիս խանութ չգնամ, ես այդպես չեմ անի, ես այդպես չեմ սիրում, մենք ապրում ենք քաղաքում, խանութները մեզ կպած, մենք ամեն օր դուրս ենք գալիս, հենա բերեմ ես լցնեմ սառնարանը կամ դարակները, ավելի լավ է խանութից ես ամեն օր կբերեմ ու ավելի թարմը վիճակում կօգտագործեմ, քան տանը պահված, նենցա որ մսեղեն էինք գնել, տավարի միս, հետո խոզի, հավի մսեր էի վերցրել, տեղական բդիկներ, վիչինա, թթվասեր բան, էդի երեկվա գնումների մեջ էր մտնում, ուղղակի ես այդպես շուզեցի նկարեմ, սրանք էլ հիմա տեղավորեմ, մի հատ սուրճ դնեմ խմենք, անցնենք մեր հացը պատրաստելուն, գնացինք, բարի լույս սիրելիներս, նորից ջելե եմ պատրաստել, շատ հավանեցինք մոշով և դեղցով տարբերակ, այս անգամ ձմերուկ չեմ ավելացրել, մենակ այսպես իրենով, դուք էլ փորձեք անչափ համեղա, մերոնք դուրը շատ եկավ, նորից ուզեցին, դրա համար նորից պատրաստել եմ, շատ ընտիր ա եղել, նայեք, ընտիր տորթիկա, կտրտեմ, սուրճ եմ դնում առավոտ շուտա, դուրս պետք է գանք, քաղաք պետք է գնանք, մի հատ ես սուրճ վայելեմ, գնանք, չգիտեմ, կնկարեմ այսօր թե ոչ, ամեն դեպքում ուզեցի կիսվեմ ձեզ հետ։ Սիրելիներս, Վայլբերիսից պատվեր էի կատարել, բացել եմ, դե այնտեղ եմ բացել, գիտեք ինչի համար է ինքը, ոտքերի կրունկների, չիստկայի համար է և վերջում ինքը սենց միանգամից ոնց որ բոքսի նման բան էր, այս կրեմ ոսկն է, որից ես առանձին պատվիրել եմ ունեմ, շատ լավն է ինքը, իմ ձեռքերի համար, դե գիտեք շատերդ որ ասել եմ, շատ է իմ ձեռքերը
ոչ օճառ է վերցնում, ոչ փոշի, ոչ մի բան, նույնիսկ բանջարեղեններից ինքը քայքայվում, քրքրվում է, արուն է գնում նույնիսկ շատ ժամանակ։ Ես սրանից ունեմ, օգտագործում եմ, հիմա ցույց տամ։ Հեսա իմ օգտագործելուն է, ես էլի Wildberries-ից եմ պատվիրել, ինքը շատ խիտ ծանր սենց բան է, ինձ մենակ դա դուր չի գալիս, ինչը որ ճիշտ, քսելուց ինքը անհարմար է էլի, իրան օգտագործելը շատ պինդ է, միակ մինուսը իմ համար դա է, մնացածը իմ ձեռքերի համար նորմալ է, չասեմ, որ սուպեր է, ընտիր է, չէ, բայց գոհ եմ, ոչինչ, ուրեմն էսի որ պատվիրել էի, դրա մեջ մտնում է այս կրեմ ոսկը, եկեք սենց անեմ, սիրելիներս, սա փաստորեն նայեք սկոճը արած է, բայց ինքը թափվել է ու նայեք ոնց է մաքրել, ես նորեր լվացեցի, նայեք լավ չչորացրեցի, բայց ամբողջ իրա վրայի գրվածը, չնայած ես Wildberries-ում կնայեմ իրա օգտագործման տարբերակը, պետք է ոտքերը մաքուր լվանալ սրանով, հիմա ասեմ սրանով եւ այստեղ այսպիսի ինքը ես չեմ հասկանում ինչա, բայց ինձ թվում է ինքը մի անգամվա օգտագործելու է, ինչը որ շատ վատ է, ես գիտեի ինքը քարի նման ինչ որ բան է, բայց չէ, ինքը ոնց որ նայեք ստեղ արդեն փշրվում է, սեղմել եմ, ես դրա համար եմ հասկանում, կօգտագործեմ, կասեմ կրունկների համար մաքուր ոտքերին ես նյութը անում ես, սրանով չիստկա ես անում, մաքրում ես եւ ամենավերջում քսում ես այս կրեմ ոսկը, որը որ օձիվները կարդացի, լավն էին բավականին օձիվները, որոշեցի վերցնեմ, առաջ իմ կրունկները ոչինչ չէր լինում, իսկ այս վերջի ու անցած տարվանից է իմ մոտ այդ խնդիրը սկսվել, կրունկներս մի փոքր չորանում ու բան է լինում, չի ճաքվում, չորանում է ուղղակի, իսկ իրա վրա առաջանում է դե արդեն այդ չորացած մաշկը, որը որ պետք է մաքրվի, ինքը գրված էր, որ պրոֆեսիոնալնի չիստկան է, որը որ անում են ոտքերը չիստկա անելուց ու սա եթե սա մի անգամվա լինի, ես կվերցնեմ նմանատիպ բան, տեսել եմ խանութում ու կօգտագործեմ, տեսնեմ ոնց է լինում ինքը, արժեր թե չարժեր, այսպես, այնտեղ էլի բան ունեմ պատվիրած, որը որ տեղավորել եմ ու ցույց տալու չի, տենց այս անգամ այս 2-3 պատվերներ, որը որ կատարել էի Wildberries-ից, գնացինք այսքանը։
եկեք արագ մեր գնումները ցույց տանք։ Շտապում ենք մի փոքր, այսպես եմիշ։ Դուր հող։ Այս ծաները խի վերցրեցիր հող։ Յոգուրտի կեսերը լցիր սառնել, հա։ Սենց յոգուրտները, ուզի։ Այս պապայնը։ Ասում է տան։ Սոն ընդեղ ինչ համի յոգուրտները։ Սենց լիքը չայ է։ Չայ։ Սենց սուրճ, արարացյա։ Սենց պրինց, պլախիկ, էլի չայ, այս մակի չայերը շատ համով են այս բաները, սենց էլի, էլի մակարոնչիկ, սենց սպագեցի, լոլիկ, հաց, մատնակաշու հրազդան, հարևս, այդ ձմերուկը մի բեր, ոչինչ, վարունք, ձմերուկը չբեր ես ծաները, դուր այդ տոպրակ, ոչինչ, թապ ես, թող, չէ, տես չուտես, ոչ մի տեղ, լավ գազար չկար, գազարները թապվեց, բայնան, խիչ եմ տեղ, սմբուկ, ընանց ընտիկ բադրճանը, բայց շատ լավներ ես, բադրճանը, ստեղ սող, ընդեղ էլ ձմերուկ, հա, ում եկել ես դեղցը, խի, շոտ լով դեղցեր, չէ կյանք ձերքերի տեսի պեչի, որ կպնի, ում եկել ձմերուկ, Այստեղ էլ երեկոյան սիրելիներս պատրաստեցի ուզբեկական մեր սիրելի բրինձով փլավը, ի զարմանս ինձ հովուլս այս անգամ շատ հավեսով կերավ, շատ ուրախացա, երեխես քանի որ ես ալերգիկ ֆոնի մեջ է, որ պետքա սենց սպիտակ ուտելիքներ ուտի, կարմիր, քաղցր, տենց կծու թթու ոչինչ պետք չի, իրան չի կարելի, մի խոսքով դիետայի մեջ է հովուլը, իբր մի շատ չաղեր, հիմա էլ ոչ մի բան չի կարելի, բայց ամեն դեպքում կարևորը երեխես լավանա, սիրելիներս, հիմա էլ այսպես ասեցի կիսվեմ ձեզ հետ, շնորհակալություն հայտնեմ ձեզ, շնորհակալ եմ դիտելու մինչև վերջ, շնորհակալ եմ մեր կողքին լինելու, անհանգստանալու, հարցնելու, գրելու, զանգելու համար բոլորից հետ, սիրում եմ բոլորին, դուք էլ մի մոռացեք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք զանգակը, կհանդիպենք հաջորդ վլոգներում, սիրելիներս լավ մնացեք, երևի թե շուտով էլի կհանդիպենք, դե ինչ բոլորիդ բարի
օր եմ մաղթում, օրվա ավարտ եմ մաղթում և բարի ախորժակ, եթե հաց եք ուտում, լավ մնացեք, սիրում եմ բոլորիդ։